Պարտադիր զինծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու օրենքը, որը ուժի մեջ պետք է մտներ հուլիսից, կսկսի գործել հաջորդ տարեսկզբից, 6 ամիս ավելի շուտ, արդեն հունվարի 7-ին մեկնարկող զորակոչից։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ գործադրված ջանքերի շնորհիվ։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Նախարարն ընդգծել է, որ կրճատումը չի ազդելու 2026-ի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողների վրա։ Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նկատում է, այս հարցում շտապողականությունը կարող է խնդիրների առաջ կանգնեցնել։ Պարտադիր ժամկետային ծառայությունը որոշակի երաշխիքային, այսպես ասած, բազա է եղել երկարդարներ զինված ուժերի համար եւ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ ակնհայտորեն շտապողականություն են դրսևորում։ Սրա անունը կդնենք նախընտրական, ինչպես դուք ասացիք, կամ մեկ այլ ձևակերպում կտանք, սա հարցի մեկ այլ մասն է, բայց այն, որ ակնհայտ այստեղ շտապողականություն կա, սա ուղղակի այստեղ արտահայտված է։ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կարծում է, սա նախընտրական քայլ է։ Հիշեցնում է, օրենքը պետք է իրականություն դառնար հուլիսին, բայց կգործի հունվարից, որ մինչև հունիսի ընտրություններ նախընտրական դիվիդենտներ հավաքի։ Ընդդիմադիր գործիչը նաև այլ խնդիրներ ու մտահոգություններ է առանձնացնում։ Եթե 2-ից 1.5 տարի դարձնելու դեպքում որևէ փոփոխություն թվակազմի պարագայում տեղի չի ունեն, մեկից միանգամից մի տարի դարձնենք։ Հաջորդ խնդիրը, որ ես տեսնում եմ, իհարկե նաև հերթափոխի հետ կապված խնդիրն է։ Այսօր էլ տարբեր մարտական հերթապահություն իրականացվող տղաները նույնիսկ նախատեսվածից շատ ավելի շատ երկար են մնում իրենց դիրքերում, որովհետև հերթափոխի խնդիր է առաջանում։ Ես այդ մտահոգությունն ունեմ, որ 1.5 տարի դարձնելուց հետո այդ խնդիրը կարող է ավելի սրվել։ Գրիգորյանին հակադարձեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պնդելով ծրագիրն ամենևին էլ նախընտրական չէ։ Ինքը սպասված էր եւ սպասված էր վաղուց եւ եթե մենք ունենայինք այդ հնարավորությունը, պարոն նախարար, երևի ավելի շուտ կանենք։ Այսօր ունենք այդ հնարավորությունը չանենք եւ սա ոչ միայն սպասված, ասա դրական լիցքեր է տալիս։ ՌԵՕՓ-ն նաև հարցախույզ է արել Երևանի փողոցներում, լսել քաղաքացիների կարծիքները պարտադիր ծառայության ժամկետի կրճատման վերաբերյալ։ Ճիշտ եք համարում որոշումը ժամկետային զինծառայությունը 1.5 տարի դարձնելու։ Չգիտեմ։ Եևի այո, որովհետև 2 տարի ծառայությունը տենց շատ երկար է ու ավելի լավ է հիմա ինձ թվում է, էլի։ Մի բան էլ թող ավելացնեին, որ իսկական տղամարդ դառնային։ Դե եթե պատերազմ չկա, ավելի լավ է երիտասարդությունը մնա իր տանը, ոչ թե էթա իզուր տեղը զոհվի։ Ամբողջ եվրոպական երկրներում արդեն դարձնում են 1.5 տարի, մի տարի էլ կա։ Ճիշտ չեմ համարում։ Տարի ու կեսը շատ քիչ է, մինչև հազրվեն ժամկետը կլրանա։ Ճիշտ չեմ համարում։ Մեր նման երկիրը ընդհակառակը երկար ծառայել։ Մենք ունենք Իսրայելի օրինակը, պետք է վերցնել ճիշտ օրինակները։ Հանձնաժողովի նիստից հետո Պապիկյանը պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել նաև Փաշինյանի այն հայտարարությանը, թե մարտունակ բանակ հասկացությունը պետք է փոխարինել պաշտպանունակ զինված ուժերով։ Մարտունակությունն ու պաշտպանունակությունը դրանք եզրույթներ են, միմյանց չեն հակասում, պարզապես պաշտպանունակությունը արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, ինչը շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերն այն մասին, թե Հայաստանն իր կողմից վերահսկում է իբր մոտ 110 քառակուսի կիլոմետր ադրբեջանական տարածք։ Պապիկյանը կոչ արեց հարցը թողնել դելիմիտացիայի հարցերով երկու երկրների հանձնաժողովներին։ Մերի Դանիելյան, Էդգար Գուլոյան, ՌԻՕՓ մեդիա։